Իսկ ինչու ավելորդ քաշի խնդիրները չեն լուծվում միայն դիետաներով եւ մարզասրահ հաճախելով, եւ ինչու քիչ-կեր շատ շարժվի խորհուրդը չի աշխատում բոլորովին, եւ ինչու մարդը գիտի ինչ անել, բայց այդպես էլ չի անում։ Այլ խոսում ենք հավելյալ քաշի մասին, հավելյալ քաշի հոգեբանական պատճառների մասին։ Հասկանանք, ինչու՞մն է կայանում այդ, որտեղ են եւ ինչ սխալ մեխանիզմներ են աշխատում, երբ կա հոգեբանական խնդիր, որ քաշը չի գնում, եւ իհարկե փորձել ենք լուծել այդ խնդիրները հարգելիներս, մնացեք ինձ հետ բավականին հետաքրքիր է լինելու։ Ուրեմն հարգելիներս, ամենաառաջինը իհարկե կնշեմ սթրեսը։ Ուրեմն սթրեսը մեր կյանքում բնականաբար անխուսափելի իրավիճակ է, անխուսափելի ազդակ է եւ անխուսափելի մեխանիզմ է, որը պետք է աշխատի խնդրի հաղթահարման ուղղությամբ։ Ստրեսը իրականում նորմալ է, բայց երբ օրգանիզմը հնարավորություն չի ունենում հաղթահարելու, այդ դառնում է խնդիր։ Ուրեմն երկարատև ստրեսը ինչ է անում։ Երկարատև ստրեսը ակտիվացնում է, շատ երկար բարակ բառեր չօգտագործեմ, բայց ինձ գիտեմ, որ հետևում են մարդիկ, ովքեր նաև ունեն բժշկական կրթություն, իրենց համար մի փոքր ավելի եւ բոլորի համար շատ հասկանալի են բացատրում։ Ուրեմն ակտիվանում է մի ուղի հորմոնալ, որը կոչվում է հիպոթալամուս հիպոֆիզ մակերիկամ։ Մակերիկամը արտադրում է կորտիզոլ սթրեսի պայմաններում։ Կորտիզոլը այն հորմոնն է, որը ինչ է անում, որը բարձրացնում է ախորժակը, ստրեսի ժամանակ եմ ասում, հարգելինս, բարձրացնում է ախորժակը, ավելի մարդուն ձգում է, բարձրացնում է ախորժակը հենց քաղցր, աղի, թթու, ճարպոտ սնունդների նկատմամբ։ Ինչու է այսպես լինում, հարգելիներս, որովհետև օրգանիզմը գիտի մարդը վտանգի մեջ է, երբ սթրես է ապրում, որի պատճառով կուտակում է ճարպեր եւ որպեսզի նա դեպո ունենա, սննդանյութերի դեպո ունենա, որ կարող է ինչ-որ կարող է պատերազմը, կարող է սովա, այսինքն ցանկացած սթրեսային իրավիճակ օրգանիզմը այսպես է արձագանքում, որպեսզի միտում ունենա պաշտպանելու վտանգից, այսպես ասած, իսկ օրգանիզմը վտանգ համարում է այն, երբ ինքը սննդանյութ չի ունենա։ Հասկանում եք, այս է օրգանիզմի համար վտանգը։ Եվ հետևաբար երկարատև սթրեսը ուրեմն ինչ է անում։ Անում է այն, որ մենք գիշերները սկսում ենք ուտել, ձգտում ենք դեպի սառնարանը եւ իհարկե ավելացնում ենք քաշը ու այդ քաշի ավելանալուն զուգահեռ սթրեսի ոնց ասեմ, աստիճանը, այսպես ասած, ավելի է բարձրանում մարդու մոտ, այդ տագնապ, անհանգստություն, լարվածություն, վայ ավելորդ քաշ, վայ շորից մեջ ինչ եմ մտնում եւ այլն, եւ հետեւաբար երկարատև սթրեսը ինչ է անում, հարգելիներս, ուրեմն գիշերային ախորժակի բարձրացում դեպի սառնարան ճանապարհը բացվում է եւ իհարկե քաշի ավելանալ, հավելյալ քաշի ձեռքբերում, որի պատճառով ավելի սթրեսը մեծանում է մեր ու բնականաբար այն վերոնշյալ մեխանիզմը ավելի ամրապնդվում, այսպես պաթոգենետիկ օղակ է ստացվում։ Որքան քաշը ավելանում է, այնքան բարձրանում է սթրեսը, որքան բարձրանում է սթրեսը, այնքան քաշը ավելանում է, հասկանում եք։ Իհարկե կա լուծում, ստորև կասեմ։ Ուրեմն էմոցիոնալ տեսանկյունից, ուրեմն ինչա, տեսեք, շատ անգամ մարդիկ, ովքեր որ լիարժեք չեն կարողանում կառավարել կամ արտահայտել, ամենակարևորը արտահայտել իրենց հույզերը, այս դեպքում նրանք փակում են դա ուտելով։ Երբ ունեմ տխրություն, երբ վիրավորանք, զայրույթ, ամոթի զգացում, մեղքի զգացում, այս ամենը երբ իմ մոտ փակած չի, այդ գեշտալտը, փակած չի, անընդհատ նույն ապրումները ունենում եմ եւ դրա մեջ ապրում եմ։ Ես նախընտրում եմ ինչ որտեղ, քանի որ լուծում չեմ տալիս իմ խնդրին, ինչ որտեղ չտենալ ու այն ժամանակ, երբ որ լարվածությունս բարձրանում է, այո, գնալ սառնանի դուռը բացել եւ այդ տորթի ամբողջ կտորը ուտել։ Եվ այստեղ գիտեք նաև ձանձրույթն էլ իհարկե մի բան բզբզամ, անպայման սա էլ է խոսում նրա մասին, որ չենք կարողանում լիարժեք հույզերը տանել։
բոլոր հույզերի դեպքում ինչ որ մի խնդիր կա, հա, տխրության դեպքում, օրինակ այստեղ առանցին գրել եմ, տխրության դեպքում քաղցրի ցանկությունն է մեծանում, լարվածության, անհանգստության դեպքում աղի ու խրթխրթան ինչ որ մի բան ուտելու, դատարկության այսպես զգացման ժամանակ ուզում եմ արագ ու մեծ քանակությամբ ուտել, ձանձրույթի ժամանակ, ինչպես ասացի, պարզապես մի բան այսպես ուտել, որպեսզի այդ ձանձրույթս լցնեմ, հանկարծ տխրություն չդառնա, լավ։ Ինչ ենք անում սիրելիներս, բնականաբար, քանի որ չունենք դոֆամին այդ չարտահայտված ու չլուծված հույզերի պատճառով, այսինքն չունենք տրամադրություն եւ հաճույք լիարժեք չենք ապրում, դա փոխարինում ենք կարճաժամկետ հաճույքի, կարճաժամկետ չէ, հա, համ կարճաժամկետ, համ արագ ազդող հաճույքի ու իհարկե ոչ առողջարար հաճույք ստանալու ճանապարհով սնունդը ամենահեշտն է, այսպես ասած։ Իհարկե այստեղ արանքում գիտեք ինչ չլուծված հարաբերություններ են, բնականաբար, ինքան շատ են, ինքնագնահատականի խնդիրներ, մերժվածության վախ եւ այլն եւ այլն։ Ուրեմն հաջորդը առանձնացրել եմ մանկության ծրագրավորումը, տեսեք, պատճառներից մեկը ինչն է, երբ օրինակ երեխայի լավ վարք ամրապնդում են քաղցրավենիքով, համով բան առնելով, հա, այ օրինակ շատ նկատած կլինեք, դա երբեմն որոշ մարդկանց շրջանակներում կուլտուրա է, այսպես ասած, երբ գնում են երեխային տեսնելու քաղցր են տանում, կամ երեխան որ մի լավ բան է անում, ահա ան շոկոլադ կեր, ապրես, արժանացար եւ այլն, այսինքն ամրապնդում լավ վարքի կամ ինչ որ այսպես ասած, երեխան այսինքն քաղցրը ստանալով ոնց որ ստանա սեր, ջերմություն, հարգանք, լավ վերաբերմունք, գովասանք, ու սա առանց գիտակցելու ինքը իր հետ տանում է մեծ ավելի հասուն կյանք, ու բնականաբար, երբ որ չի ստանում համապատասխանը շրջապատից, այսպիսով ինքը իրան ոնց որ այդ հույզերը տալիս է, այդ հարգանքը, այդ սերը, այդ ջերմության զգացումը եւ այլն, այ որ մի կտոր շոկոլադ ուտում է, վերջինքը այսպես տաք վիճակում է։ Եվ իհարկե չենք մոռանում նաեւ մանկական տրավմաները ու տագնապային ընդհանրապես երեխաների մոտ, երբ տանը անդադ կա լարվածություն, անկախ պատճառը, ֆիզիկական բռնություն, հոգեբանական, ընդհանրապես տան մթնոլորտը եթե լավը չի, երեխան միշտ տագնապի մեջ է, էլի արագ ոնց որ դոֆամին ստանալու համար դիմում է երեխան անընդհատ քաղցրի, կյանքի մեծահասակ ավելի շրջանում, հատկապես էլի համապատասխան վարքը ամրապնդված է եւ հենց ես զգում եմ տագնապ անհանգստություն, միանգամից գնում եմ ու դիմում եմ սառնարանի օգնությանը, հարգելիներս։ Տեսեք, շատ անգամ այ իմ աշխատանքային փորձից եմ ասում, շատ անգամ հավելյալ քաշը ինչ որ բանը ծածկելու, ոնց որ գիտեք ինչ, էլի տրավմայի արդյունք է, ոնց որ ինչ որ չեմ ուզում սիրուն լինեմ, հա, շատ անգամ հիմնականում վաղ ավելի կյանքի վաղ շրջանում, մանկություն եւ պատանեկության շրջանում բռնության ենթարկված երեխաներն են ավելի մեծ հասակում այդպես ձեռք բերում հավելյալ քաշ, ոնց որ դա զրահ լինի, որ ես պաշտպանված եմ սրանով, որովհետեւ ոչ մեկին սիրուն չի համարի ու չի համարձակվի մոտենալ ու ցավ պատճառել։ Այ այսպես էլ կարող է լինել ու իմ աշխատանքային փորձում շատ եմ ունեցել հատկապես սեքսուալ բռնություններից հետո։ Տեսեք, շատ անգամ դիետաներն էլ են վնասում մեզ, սիրելիներս, որովհետև դիետաների արդյունքում ինչ ենք անում, դիետայի ընթացքում օրգանիզմը էլի ստրես է ապրում, որը բնականաբար այն ամենաառաջին, հա, գործոնները, առաջին պատճառը, որ ասեցի, նմանատիպ մեխանիզմով իհարկե ակտիվացնում է այդ գիրացման process-ը եւ հետեւաբար դիետաները չեն աշխատում, սիրելիներս, եթե դուք ուզում եք քաշը կարգավորել, ամենաառաջինը պետք է կարգավորել հոգեկան վիճակը։ Ինչ այլոց, սիրելիներս։ Ուրեմն ամենագին փակ հոգեթերապևտիկ ալիքում, որը վարում եմ ես, տելեգրամյան փակ ալիք է կանանց համար 18+։ Քննարկում ենք ամեն ինչ բացառապես կանանց մասին ու հոգեթերապևտիկ աշխատանք ենք կատարում։ Այս պահին կատարում ենք աշխատանք կանանց հետ ինքնավստահության
Եվ եթե դուք հատկապես ունեք քաշի խնդիրներ ու տարիներ շարունակ դիետաները չեն օգնել, այո, պետք է անցնեք հոգեբանական աշխատանք ինքներդ ձեզ հետ ծիելիներս։ Ամենակին հոգեթերապևտիկ փակալիքում բոլոր տեսանկյուններից ու բոլոր կողմերով ենք մոտենալու հոգեբանությանը ու այնտեղ բավական լավ արդյունքներ ունենք, աշխատել ենք ինքնագնահատականի, ինքնավստահության հետ եւ ելի շարունակում ենք աշխատել ծիելիներս։ Բաժանորդագրության վճարը ընդամենը ամսական 3000 դրամի սահմանում ինչ որ գումար է, 7 եվրոյին մոտ գումար, շատ չգիտեմ, ձեր եւ բոլորիս իհարկե սիրելի մի կես կիլոգրամ շոկոլադի գին, եկեք այդ կես կիլոգրամը մի գնեք, ավելի լավ է անցեք հոգեթերապևտիկ աշխատանք եւ իհարկե ձեր ոչ միայն քաշի խնդիրները, այլ նաեւ հոգեբանական մյուս հարցերը կարող եք բավականին ռեսուրսներ խնայելով լուծել սիրնես։ Ամենակին փակ հոգեթերապևտիկ ալիքը շատ հետաքրքիր ալիք է, շատ հետաքրքիր կանայք կան, միշտ հաղորդակցվում ենք, ամեն օր կապի մեջ ենք, լեկցիոն նյութեր, հանձնարարություններ, աֆիրմացիաներ, մեդիտացիաներ, ուղղմիացումներ, հարցուպատասխաններ, մեկ խոսքով միացեք, լինքը կփակցնեմ նկարագրություններ եւ մեկնաբանություններ բաժնում, բոլորից սպասում եմ սիրելի կանայք, եկեք այնտեղ շատ հետաքրքիր աշխատում ենք, համարյա թե 24 ժամ ես ձեզ հետ եմ այնտեղ։ Այա եւ բնականաբար կարող եք իհարկե օգտվել իմ քաշի ճեցման սննդակարգից հարգելիներս, որը իմ կայքում է տեղադրված Սոնա Հայրապետյան.am, լինքը համապատասխան կտեղադրեմ ասածս բաժիններում։ Քաշի ճեցման սննդակարգի միջոցով էլ իհարկե այնտեղ կան նաեւ վարքային կանոններ սննդային եւ իհարկե համապատասխան ճիշտ խորհուրդներ եւ նաեւ մենյու ճաշացանկ քաշը ճիշտ իջեցնելու համար։ Հարգելիներս, երբ հասկացանք պատճառը հավելյալ քաշի, շատ հեշտ է լուծումը, որովհետեւ ճանապարհի գրեթե 50%-ը անցնում ենք։ Այսինքն գիտենք պատճառը, իսկ շատ լավ գիտեք ամեն ինչի պատճառը իմանալով արդեն խնդիրը կարող ես անցնել։ Եվ ամենաառաջին հարցը, որ ինքներս մեզ պետք է տանք, այ յուրաքանչյուրը ձեզ կարող է տալ այդ հարցը։ Ինչ եմ ես փորձում կարգավորել ուտելով։ Այ ինչ։ Զայրույթ, տխրություն, հարաբերություններ, ամոթի զգացում, մեղքի զգացում, ափսոսանքի զգացում, փակում եմ ինչ-որ տրավմաներ, այ ինչ եք փորձում կարգավորել ուտելով, հա? Ինչ հույզեր է այն ձեր մոտ առաջացնում, որի պակասը ունեք, եթե այդքան չուտեք կամ այդ ոչ օգտակար սնունդը, եթե չուտեք։ Այ ինչ հույզերի պակաս կունենաք, ինչի պակաս կունենաք, այ այդ ուղղությամբ մտածեք հարգելիներս։ Նկատի ունեմ ինչ պետք է անեք ձեր կյանքի հետ, որպեսզի այդ քաղցրի տված հույզերի կարիքը չունենաք։ Եվ որ երկրորդ, երբ սկսվեց քաշի խնդիրը, որովհետև սա է շատ կարևոր բան է։ Ինչ որ մի տեղից սկսել է, չէ՞, երբ ամուսնալուծվեցի կամ հակառակը, երբ որ ամուսնացա, երբ գնացի հայրական տնից, երբ սրա հետ վիճեցի, երբ սիրելի աշխատանքս թողեցի, երբ վիճեցի, չգիտեմ, հարևան վարչուց ծծայի հետ, երբ եղավ, երբ սկսվեց այդ խնդիրները։ Այս հարցերին, որ պատասխանեք, սիրելիներս, կարծում եմ ձեզ համար շատ բան պարզ կլինի։ Իսկ ովքեր ցանկանում են անհատապես աշխատել իրենց հետ, հոգեթերապևտի բնականաբար ուղեկցությամբ, հոգեթերապևտը տվյալ դեպքում ես եմ, ինձ հետ աշխատելու համար հարգելիներս կարող եք կապ հաստատել WhatsApp-ի հետևյալ համարին ինձ հետ թողնելով գրավոր կամ ձայնային հաղորդագրություն, ես անպայման առաջիկա օրվա ընթացքում կպատասխանեմ։ Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի հետ աշխատում եմ բավականին արդյունավետ, այնպես որ ձեզանից յուրաքանչյուրն կարող է միանալ եւ աշխատենք, կատարենք հոգեթերապևտիկ աշխատանք, լուծենք ձեր հոգեբանական բոլոր խնդիրները, հարգելիներս։ Իսկ դուք ինչ արեք, եղեք առողջ, ամուր, միացեք ամենակին փակ հոգեթերապևտիկ ալիքին, գնացեք իմ կայք փորփրեք, այնտեղ հետաքրքիր է, նաև ինստագրամյան իմ ալիքին բաժանորդագրվեք, այնտեղ էլ շատ հետաքրքիր է, նաև անձնական իմ կյանքին որոշակի առումով կծանոթանաք։ Անպայման լայքեք, խնդրում եմ, որովհետև դա կլինի ձեր շնորհակալության էկվիվալենտը, եթե նայում եք մինչև վերջ, շատ շնորհակալ կլինեմ։
Եվ իհարկե գրեք ձեր կոմենտները, գրեք ձեր կարծիքը ու անպայման կիսվեք այս հոլովակով ձեր ծանոթների, բարեկամների հետ, որովհետև շատ հնարավոր է այն ինչ-որ մեկին շատ օգնի հարգելիներս դե, լավ եղեք, առողջ եղեք, ցտեսություն։